Տարբեր հեռուստատեսային նախագծերից հայտնի լրագրող և հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանի և մոդել Անիտա Հարությունյանի միջև տևական ժամանակ շարունակվող աղմկահարույց դատական վեճը ավարտվել է։ Արուսիկ Տիգրանյանը սոցիալական ցանցերում հայտնել է գործի ավարտի և իր հաղթանակի մասին։ 4,600,000 դրամից պետք է վճարի անհայտ մոդելը ում ես դատի էի տվել, դատարանի վճիռը իրականացվել է, եկեք խոսենք այս մասին։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արուսիկ Տիգրանյանը հերթական ռեպորտաժն էր հրապարակել, որտեղ երեկոյան ուշ ժամին Երևանի փողոցներով զբոսնող մի աղջկա տեսնելով ասում է՝ «Մեղքեք, եկեք տաքսի կանչեմ»։ Աղջիկը հուզվում է և պատմում, որ նոր է բաժանվել ընկերոջից, ինչին Արուսիկը հումորով արձագանքում է՝ «Շուտ ասեք» և հոլովակը ավարտվում է։ Տեսանյութը լայն տարածում գտավ համացանցում և հերոսուհին սկսեց բազմաթիվ վատ և վիրավորական մեկնաբանություններ ստանալ։ Որոշ ժամանակ անց աղջիկը իր TikTok-ի հարթակում լացակումած հոլովակ հրապարակեց, խնդրելով այլևս իրեն չուղարկել այդ նյութը, քանի որ դա խիստ բացասական է ազդում իր հոգեկան առողջության վրա։ Դեպքից հետո իրավիճակին անդրադարձել էր մոդել Անիտա Հարությունյանը։ Նա Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել էր, թե ռեպորտաժի հետևանքով աղջիկը փորձել է ինքնասպան լինել։ Երիտասարդ աղջիկը մի քանի օր առաջ ուզեցել ինքնասպանություն գործել, որի հեղինակը եւ պատճառը եղել է ճակերտավորված ասած բլոգեր մեր Արուսիկ Տիգրանյանը։ Անիտայի խոսքով իրեն դիմել էին աղջկա հարազատները։ Նա նաև կոչ էր արել Արուսիկ Տիգրանյանին, որ լրագրողը չպետք է միջամտի այլ մարդկանց կյանքին եւ ճակատագրին։ Արուսիկ Տիգրանյանը հայտարարությունները չէր անտեսել եւ որոշել էր հարցը լուծել իրավական ճանապարհով։ Ես նրան որոշեցի դատի տալ։ Նա զրպարտության հիմքով դատական հայց էր ներկայացրել Անիտա Հարությունյանի դեմ, ընդգծելով, որ նպատակ ունի կանխել անհիմն մեղադրանքների տարածումը։ Երեկ Արուսիկը հայտնել է դատական գործի արդյունքի մասին։ 4,600,000 դրամ պետք է վճարի այն մոդելը, ում դատի է տվել, ասել է Արուսիկը։ Նա նշել է, որ դատարան է դիմել ոչ միայն սեփական իրավունքները պաշտպանելու, այլև հասարակության համար օրինակ ծառայելու նպատակով։ Լրագրողը նաև հումորով հավելել է, որ միտումնավոր չի հրապարակում Անիտա Հարությունյանի էջը, քանի որ չի ցանկանում իր հարթակում անվճար գովազդ ապահովել նրան։ Ի պատասխան Անիտա Հարությունյանը եւս արձագանքել է, գրելով՝ «Տար այդ գումարը ամուսնուդ վրա ծախսիր»։ Այսպիսով սոցիալական ցանցերում սկիզբ առած հերթական աղմկահարույց հակամարտությունը ստացել է իր իրավական հանգուցալուծումը։ Կողմերի միջև ծագած վեճը, որը երկար ժամանակ ակտիվ քննարկումների թեմա էր հանրության շրջանում, ավարտվել է դատարանի որոշմամբ, սահմանելով համապատասխան փոխհատուցում։ Դեպքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ սոցիալական հարթակներում ծագող տարաձայնությունները գնալով ավելի հաճախ են տեղափոխվում իրավական դաշտ։ Դե ինչ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։